Նարեկ Նալբանդյան, 34-ամյա գործարար Կոտայքի Արգել գյուղից։ Ծննդավայրում նրան հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող, հոր հետ Չարենցավանի ավազի հանքում աշխատող տղայի։ Սակայն վերջին տարիներին նա դարձել է Հայաստանի բիզնես ոլորտի առավել ակտիվ եւ քննարկվող դեմքերից։ Նրա գործունեությունն ընդգրկում է մանրածախ առևտուր, հյուրանոցային բիզնես, սննդարդյունաբերություն եւ անշարժ գույքի ոլորտներ։ Բիզնես գործունեություն։ Նալբանդյանը մի քանի ընկերությունների սեփականատեր է, որոնց թվում են Պրոյեկտ Ինտեր Ինվեստ ՍՊԸ, ներմուծման արտադրության եւ առևտրի ոլորտում Ման Հոլդինգ, անշարժ գույքի վարձակալություն եւ կառավարում, NN Տրանս ՍՊԸ, բեռնափոխադրումներ, Նոր Լուսակերտ ՍՊԸ, թռչնաբուծություն, Թրակ Սերվիս ՍՊԸ, ավտոտեղ սպասարկում եւ պահեստամասերի առևտուր, Եղվարդի համակցված կերեր, համակցված կերերի արտադրություն։ 2025 թվականին նա ձեռք է բերել Ծիրան սուպերմարկետների ցանցը, որը բաղկացած է 22 խանութից։ Նախկինում սնանկացման եզրին գտնվող այս ցանցը Նալբանդյանը փորձում է վերակենդանացնել։ Նալբանդյանին է պատկանում նաև 88 սուպերմարկետների ցանցը 17 խանութով եւ նախատեսում է ընդլայնել երկու բրենդներն էլ առանձին։ Հյուրանոցային բիզնես։ Նալբանդյանը հայտնի է նաև հյուրանոցային ոլորտում իր ակտիվությամբ։ Golden Palace հյուրանոց, Ծաղկաձոր։ Այս հյուրանոցը նախկինում պատկանել է Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին, որը նվիրել էր պետությանը։ 2022 թվականին հյուրանոցը վաճառվել է Նալբանդյանի Պրոյեկտ Ինտեր Ինվեստ ՍՊԸ-ին 5 միլիարդ դրամով։ Նալբանդյանը վերանորոգել է այն եւ վերանվանել 88 Hotel and Spa։ Հայրապետ հյուրանոց, Սևան։ 2021-ին Նալբանդյանը ձեռք է բերել այս հյուրանոցը, որը գնահատվել է 6 միլիոն, սակայն նա այն գնել է ընդամենը $360,000 սնանկության աճուրդի միջոցով։ Գործարքը քննադատությունների առիթ էր դարձել կապված գնի անհամաչափության եւ հնարավոր չարաշահումների հետ։ Նարեկ Նալբանդյանը ներկայումս համարվում է Հայաստանի նոր սերնդի գործարարներից մեկը, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր ոլորտներում։ Թեև նրա բիզնես գործունեությունը նպաստել է որոշ ընկերությունների վերակենդանացմանը, միևնույն ժամանակ նա հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում, կապված գույքի ձեռքբերման պայմանների եւ հնարավոր չարաշահումների հետ։ Նախկինում անհայտ հեղափոխությունից հետո բազմամիլիոնանոց գործարքներով հայտնի դարձած գործարարի գործունեությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Գառնի Մութաֆյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։